Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր իմ զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերներ Ղրղստանում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը եւ նա ԵԱՏՄ-ում Հայաստանի արտահանման դեպի Ռուսաստան կամ այդ հաշվով դեպի ԵԱՏՄ արտահանմանը վերաբերող ասեց այն նույն խնդիրները, որոնք նաեւ ասում էր Հայաստանում։ Մինչդեռ շաբաթներ կամ օրեր առաջ նա ասում էր, որ ինքը շեշտում էր, որ ինքը եւ միջկառավարական խորհրդի եւ երկրների ղեկավարների այդ մարմնի անդամը եւ ունի շատ ավելի լծակներ, քան ցանկացած մեկ այդ ակումբների անդամներից որևէ ղեկավար, եւ որ ակնկալվում էր, որ մեր այս խնդիրների վերաբերյալ ու հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի այն խոսույթը, որ ԵԱՏՄ-ն կատվածահար է եւ որ ինքը կարող է քայլեր ձեռնարկել, մենք սպասում էինք շատ ավելի կտրուկ քայլերի կամ հայտարարությունների, բայց այնտեղ հնչեց այն, ինչ մենք այստեղ նրանից լսել էինք բազմիցս։ Ձեր կարծիքով այդպես էր պետք, դա է օրինաչափ էր, նորմալ էր, թե երեկվա փակ հանդիպմանը միգուցե ասվել է շատ ավելի կոնկրետ, շատ ավելի կոնկրետ հարցեր ընդրվել երկրների ղեկավարների, վարչապետների առաջ, թե մենք դեռ այդ քայլերին կամ այդ կտրուկությանը ականատես կլինենք արդեն ԵԱՏՄ մակարդակով։ Իմ կարծիքով ԵԱՏՄ պետությունների ղեկավարները իրենց դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ արդեն արտահայտել են հրապարակային։ Մինչև տարվա վերջ ԵԱՏՄ-ը նկատի ունեք այն հայտարարությունը, որ արեցին, որ Հայաստանը պետք է շուտ ԵԱՄ-ին անդամակցելու կամ այդ հանրաքվեն, ինչը որ Վլադիմիր Պուտինն է պահանջում, դրա վերաբերյալ, հա, հայտարարությունը։ Եվ երկրորդը, ինչը որ ավելի կարևոր է, դա մինչև դեկտեմբեր ներկայացնել հետևանքները Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված ինչ են լինելու ԵԱՏՄ-ի համար։ Այսինքն ըստ էության պետության ղեկավարների խորհուրդը տվեց հանձնարարություն վարչապետների ակումբին, հա, այսպես ասենք, վարչապետների խորհրդին, որպեսզի կառավարությունները նախապատրաստվեն Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռանալուն գնահատեն դրա հետևանքները։ Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթի ուներ խնդիր եւս մի անգամ համոզել, ապացուցել, որ Հայաստանը այդպիսի մտադրություն չունի։ Այդպես էլ ասած, որ Հայաստանը հիմա չունի այդպիսի նպատակ, հանրաքվեի կգնա այն ժամանակ, երբ որ դիմում ներկայացնի ԵՄ-ին անդամակցելու։ Եվ փորձում էր բացատրել Հայաստան-ԵՄ ոլորտում, հա, հարաբերությունների ինչ է կատարվում։ Այո։ Ենթադրում եմ, որ դժվար թե Միշուստինը որևէ այլ դիրքորոշում պիտի ունենար, քան Վլադիմիր Պուտինը եւ մյուս պետության ղեկավարները նույնպես։ Այսինքն այդտեղ հավանաբար Փաշինյանը խոսում էր ինքը իր հետ, որովհետեւ մյուս կառավարության ղեկավարների համար վերադասի արդեն որոշումը կա։ Եվ ոչ մեկ չէր հակադրվի իր ղեկավարությանը ինչ որ այլ դիրքորոշում ձեռք բերելու կամ պաշտպանելու, իսկ Հայաստանի փաստարկները գիտենք վարչապետի ու շուրթերից բազմից հնչել են, եթե մինչև օրս բան չի փոխվել ռուս-հայկական առևտրային հարաբերություններում, հավանաբար դա նշանակում է, որ այդ փաստարկները չեն ընդունվում։ Կարելի է նույն բաները 100 անգամ կրկնել, բայց եթե դիմացինը արդեն ունի իր գնահատականը, դրանից որ կրկնում ես այդ նույն բաները, այդ նույն փաստարկները, որևէ բան Ռուսաստանը պարզը չի ընդունում, շարունակում է պնդել եւ սահմանափակումներն էլ մեր արտահանման դեպի Ռուսաստանը ավելի է խորացնում, գիտեք, մթերքների տեսականին ավելանում է, գյուղմթերք, ձկնամթերք, ջրերը եւ այլն, հետևեցին նաեւ պանիրը, կատնամթերք ավելի շուտ, մյուս գյուղմթերքների շարքում, եւ որն է լինելու ըստ ձեզ դրա վերջը, որովհետեւ առաջկայում, եթե մինչև տարվա վերջ մեր առջև որոշակի խնդիր է դրված, այդպես կտրուկ, ինչ սպասենք մենք առաջկայում այդ առումով, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք դեռ դիմում չենք ներկայացնելու եւ հանրաքվեի խնդիր էլ ըստ այդմ չունենք։ Ըստ երևույթի Նիկոլ Փաշինյանը ավելացնել նրան ինչ ասել է չի կարող։ Եվ դրա համար նույն փաստարկներն է հնչեցնում։ Ինչպես ասացի, իմ կարծիքով այդ հարցում
ռեժիմը իրադարձությունների որոշել է Ռուսաստանի Դաշնությունը եւ մյուս պետությունները ԵԱՏՄ անդամ լինելու են Ռուսաստանի Դաշնության հետ համաձայն, որովհետեւ իրականում ճնչին է Արևտուրը միջազգային Հայաստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների միջեւ հիմնական կշիռը Ռուսաստանն է եւ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում է գտնվում խնդիրը։ Շատ լավ, բայց այս դեպքում էլ հայտարարում են Հայաստանից, որ Հայաստանը եթե դուրս չգա, ինքը դուրս չգա, այլ դուրս թողնելու, Հայաստանին հեռացնելու մեխանիզմներ չկան, այդ դեպքում ինչ պետք է լինի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես հարակվետ չեմ անելու, ԵՄ-ին առայժմ չեմ դիմելու, ԵԱՏՄ-ից էլ դուրս չեմ գալու։ Որն է Հավանաբար հայկական արտադրանքի մուտքը Ռուսաստան արգելափակված է մնալու։ Այսինքն մենք լինելով ԵԱՏՄ անդամ։ Լինելով ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար կարծում եմ Ռուսաստանից ապրանքների մուտքը Հայաստան արգելափակված չի լինելու, բայց Հայաստանից Ռուսաստան այն ինչ որ արտահանվում է, դա մնալու է այնպես ինչպես կա։ Իդեպ նաև այդ նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրությունների եւ վարչապետի պաշտոնին վերանշանակվելու համար շնորհավորեց, որքան ես հասցրեցի այս պահին հետևել Ղազախստանի վարչապետը, նաև Ուզբեկստանին, մյուս անդամ երկրներին չանդրադարձան այդ հարցին։ Մեզ համար կարևոր խնդիր է, որ Ռուսաստանը շնորհավորի, որ մյուսներն շնորհավորեն Հայաստանը։ Մեզ համար չեմ կարծում, որ դա կարևոր խնդիր է, եթե մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության դիրքերից Հայաստանի կամ ինտելիգենցիայի դիրքերից, պետության համար նույնպես հարցական է դա, այսինքն Հայաստանի կառավարության ղեկավարը մտնում է Կրեմլի ակումբ, թե չի մտնում, հա, դա է ձեր ասածը, կարևոր է դա թե կարևոր։ Դե նախկինում ես չգիտեմ այդ ակումբի անդամներ բոլորը մտնում էին, շնորհավորում կար, բայց այս անգամ շնորհավորեցին։ Հիմա Փաշինյանը չի մտնում։ Իր կարգավիճակը, որ ինքը Կրեմլի ակումբից վթարված է դուրս։ Ինչի է վթարված, դա Փաշինյանին իմ կարծիքով պարզ է, Փաշինյանի մոտ կար տպավորություն, որ իր կողմից Ռուսաստանին մատուցված ծառայությունները այնպիսին են, որ ինքը հավերժ մնալու է Կրեմլի ակումբում, որ Վլադիմիր Պուտինը միշտ նոր ծառայություններ չի ուզում։ Դե այն ծառայությունները, որոնք որ մատուցված էին։ Որը նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ Փաշինյանը իր վրա վերցրեց բեռը ռուսական զորքերը բերել Արցախ։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը նման քայլի չգնացին։ Լևոն Տեր-Պետրոսյանը գերադասեց հրաժարական տալ, եթե հիշում եք։ Նման պահանջ կար Ռուսաստանի կողմից այդ ժամանակ։ Ռուսաստանի կողմից պահանջը տեղակայել ռուսական զորքերը Արցախում եղել է 1994 թվականի մայիսից։ Հրադադարը կնքելու պայմաններից մեկն էր։ 94 թվականի մայիսի 12-ին, եթե հրադադարի մասին եռակողմ որոշումը դուք նայեք, այնտեղ կողմերը պայմանավորվում են Մոսկվայում ունենալ հանդիպում, որտեղ պետք է քննարկվի շփման գծում դիտորդների եւ զորքերի տեղակայման հարցը։ Այդ քննարկումը եղել է Մոսկվայում մայիսի 12-ից հետո, բայց իրադարձությունները քաղաքական այդպես զարգացան, որ ռուսական զորքերի տեղակայումը Արցախում դարավ անհնար եւ փոխարինվեց, եթե հիշում եք, ԵԱՀԿ մոնիտորինգով, որը որ այս բոլոր տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն էր իրականացնում։ Բայց Պետրոսյանի հրաժարական զուտ հրաժարական պատճառը դա էր, որ ինքը հրաժարվել էր եւ դրա համար հրաժարական տվեց։ Որ Արցախում հրաժարվել էր ռուսական։ Ավելի մեծ են պատճառները, ավելի շատ են պատճառները, բայց ես դա բերեցի որպես օրինակ, որ չվերցրեց այդ բեռը իր ուսերին Լևոն Տեր-Պետրոսյանը եւ չգնաց այդ ճանապարհով ռուսական զորքերը Արցախում տեղակայելու աշխարհքաղաքական նշանակության որոշում էր դա։ Ռուսաստանի Դաշնությունը համարում էր, որ իր ռազմական ներկայությունը Արցախում դա աշխարհքաղաքական կարևոր գործոն պիտի դառնա։ Հայաստանը այդ հարցում Ռուսաստանին
հակադրվեց, կարելի է ասել, եւ Արցախը առաջի հերթին հակադրվեց, եւ դա տեղի չունեցավ։ Սա փաստ է, պատմական փաստ է։ Նիկոլ Փաշինյանը վերցրեց այդ ծրագիրը եւ իրականացրեց։ Ընդ որում իրականացրեց հակադրվելով Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացին։ Բայց իրավիճակները այլ էին։ Արդեն պատերազմ, պարտված։ Պատերազմը դրա հետևանքն է։ Պատերազմը անհրաժեշտ էր եւ պատերազմը տեղի ունեցավ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մերժեց Մինսկի խմբի առաջարկները։ Եթե հիշում եք 2017 թվականի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր գալիս ծրագրով, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ընդունի Լավրովի պլանը, Մինսկի խմբի առաջարկը։ Այո, ասում էր մի հրաշալի պլան է։ Ինչով էր Լավրովի պլանը տարբերվում նախորդ բոլոր առաջարկներից, որ հայկական կողմերը Արցախը պետք է դուրս բերի իր զորքերը 5 շրջաններից առանց խաղաղության պայմանագիր, համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու, այսինքն որպես նախապայման պետք է դուրս բերվեին այդ զորքերը եւ այնտեղ տեղակայվեին միջազգային խաղաղարար բազմազգ ուժեր։ Ռուսաստանի Դաշնությունը եւս պահանջ էր դնում Հայաստանի առջեւ, որ պարզապես հայկական ուժերը դուրս գային այդ 5 շրջաններից եւ միջազգային խաղաղապահ ուժեր այնտեղ չտեղակայվեն։ Ինչի մենք կարող ենք այսօր նման դատողություն անել, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր եւ այդ թվում հրապարակեց այդ գործունեությանը չվերաբերվող մի փաստաթուղթ, դա Սերժ Սարգսյանի նամակն էր 16 թվականի օգոստոսի 4-ին ՊՊՑ գնդի գրավումից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինին, որտեղ որ իր անհամաձայնությունն է հայտնում Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի առաջարկին, թվարկում է, հիմնավորում է ինչի եւ այնտեղ երևում է, որ միջազգային խաղաղարար ուժերի մասին խոսք չկա։ Սերժ Սարգսյանը հենց դրա վրա է շեշտը դնում, որ հայկական ուժերի դուրս բերումը 5 շրջաններից չի ստեղծում գոյություն չունեն երաշխիքներ անվտանգության դրանից հետո Արցախի համար եւ դրա համար այդ առաջարկը անընդունել է։ Ըստ էության Ռուսաստանը առաջարկում էր բացի այն ինչը որ Մինսկի խմբի շրջանակում հրապարակային, այդ Լավրովի պլան կոչվածը նաեւ առանձին պահանջ, որ դա իրականացվի, բայց առանց միջազգային խաղաղարար ուժերի։ Դա բխում էր Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրինայից։ Ռուսաստանի Դաշնությունը կդրականապես դեմ էր, որ հարակից հանրապետություններում, պետություններում տեղակայվեն միջազգային զորքեր։ Ինքը պնդում էր, որ պետք է լինեն կամ ռուսական զորքեր, կամ զորքեր ընդհանրապես չլինեն։ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որոշում կայացրեց, այդ որոշումը նաև իր հետ պատասխանատվությունը իհարկե կիսում է եւ Արցախի ղեկավարությունը, իրենք որոշեցին, որ իրենք բերելու են ռուսական զորքերը Արցախ։ Եվ դրա համար տեղի ունեցավ պատերազմը։ Ինչու տեղի ունեցավ պատերազմը, դա էլ ասեմ, որ պարզվում է, Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական ոլորտում քայլ արեց, մերժեց Մինսկի խմբի առաջարկները եւ Արցախի ղեկավարության հետ միասին ըստ էության հրապարակային պնդեց, որ հայկական կողմերը չեն վերադարձնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գրաված ճանաչված շրջանները, որ այդ հարցը պիտի քննարկվի անվտանգության տեսակետից եւ ոչ թե դա իմպերատիվ պահանջ է, իսկ դա 94 թվականի հրադադարի իմպերատիվ պահանջ էր։ Հրադադարը 94 թվականին կնքվեց պայմանով, որ հայկական կողմերը հետ են քաշելու իր զինված ուժերը, վերադարձնելու են Ադրբեջանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գրավել ճանաչած 7 շրջաններ։ Եվ այդ ընթացքում պետք է որոշվի Արցախի կարգավիճակ։ Այդպիսի պայմաններով էր հրադադարը կնքվել 94 թվականին։ Նիկոլ Փաշինյանը արեց շատ կտրուկ քայլ միջազգային դիվանագիտության մեջ, ըստ էության նա ստեղծեց քաղաքական պայմաններ, որպեսզի Ադրբեջանը ուժ գործադրի Արցախի դեմ եւ տեսակ, որ Ադրբեջանը մնաց անպատիժ։ Եկեք գանք մեր օրեր, այնուամենայնիվ դա
Փաշինյանն է։ Փաշինյանին թվում էր, որ այդ գործողություններով ինքը հավերժ դառնալու է Կրեմլի ակումբի անդամ։ Ռուսաստանի Դաշնության համար իրավիճակը այլ է։ Ռուսաստանի Դաշնության ծրագիրը Արցախում զորքերը տեղակայելու եւ հսկողություն ունենալու Ադրբեջանի եւ Հայաստանի վրա այդպիսով եւ տարածաշրջանում ոչ միայն նաեւ Իրանի նկատմամբ դա գործոն էր, Վրաստանի նկատմամբ դա գործոն էր, ցախողվեց, որովհետեւ այդ ծրագրի երկրորդ փուլը, որը ենթադրում էր պարտադրել արցախցիներին ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը եւ ռուսական ռազմական պաշտպանության տակ այդպես գոյատևել Ադրբեջանի կազմում, դա տեղի ունեցավ արցախցիների կոլեկտիվ որոշման պատճառով, իրենք բոլորը համակարգված հրաժարվեցին Ադրբեջանի քաղաքացիությունից եւ հեռացան այդպիսի պայմաններով չցանկացան շարունակել այդտեղ։ Բայց եկեք վերադառնանք մեր այսօրերը, պարոն Նիկոլ Փաշինյանը մեղադրում է դուք չեք ցանկանում որոշել եք այսօր Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մեղադրում է դրանում Փաշինյանին եւ պատճառը, եթե մենք գալիս ենք նրան, ինչի է Փաշինյանը դուրս մնացել Կրեմլի ակումբին, դա այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը արդյունքում բան չստացավ եւ Նիկոլ Փաշինյանի մատուցված ծառայությունը շոշափել է արդյունք Ռուսաստանի։ Բայց արցախցիները, չէ՞, դուք ինքներդ էլ ասացիք, որ արցախցիները կոլեկտիվ կերպով տեսակետից երկրի ղեկավարես ինչ որ արցախցիներ որոշեցին դա Հայաստանը ինչ դուրը փակել, սահմանը փակել եւ ասել մնացեք չենք ընդունում։ Հայաստանը դա չի հետաքրքրում ոչ մեկին։ Երբ որ աշխարհ-քաղաքական որոշումներ են ընդունվում, գործարքներ են կնքվում, պիտի այդ գործարքը կատարես։ Իսկ եթե ձախողվել է, այդ արդեն բացատրությունները ինչի, եղի, ոնց գիտեք, այդ հայկական տարբերակը, ինչպես ասում են, առավոտը հարց չկա, երիգունը վարիանտ չկա, այդ բաները չեն ասում։ Լավ, պարոն Ղուկասյան, խոսքի մեջ Փաշինյանը անընդհատ սլակները բոլորի վրա ուղում է, բոլորը մեղավոր են, ինքը մեղավոր չի, այսպես ստացվեց, այնպես ստացվեց, բայց արդյունքում տեսնում ենք, որ դա նշանակություն դեր այդ կարելի է ինչ-որ բաներ ասել, բայց դիմացինը եթե չի ընդունում քո փաստարկները Պարոն Ղուկասյան, տեսեք, խնդիրը առերևույթ սրվեց այն բանից հետո, երբ որ Հայաստանը էլ ավելի ակտիվացրեց Եվրա ինտեգրման կամ դեպի ԵՄ գնալու իր այդ քայլերը, օրենք ընդունվեց, այնուհետև գիտեք, մնացած բոլոր միջոցառումները ԵՄ-ի հետ, այստեղ Հայաստանում հայտարարությունները եւ հետևանքներ չունեցավ։ Այո, հետևանքներ չունեցավ, հիմա Ռուսաստանից հա, հիմա ամեն դեպքում Ռուսաստանից ասում են դու գնում եք Եվրամիություն, բայց դա մի արեք մեր հաշվին, պատճառը դա է սրացման։ Եվ որոշեք ԵՄ-ը, ԵԱՏՄ-ը եւ ամեն դեպքում Արցախի հարցը այստեղ առերևույթ չի շփվում։ Պայմանագրին, կոնվենցիային յուրաքանչյուր պետություն ԵԱՏՄ-ից կարող է դուրս գալ։ Չէ, իրավունք ունի դուրս գալ։ Եվ նրան չեն կարող դուրս գալ։ Եվ կա կարգ, ինչպես է ինքը դուրս գալի։ Դրա համար ինքը պիտի ներկայացնի դիմում, ինչ որ ժամկետ է տրվում եւ այդ ժամկետի ընթացքում այդ գործընթացը տեղի ունենում։ Այսինքն հիմա մենք ունենք ուրիշ իրավիճակ, երբ որ ոչ թե մեր հաշվին, այլ Ռուսաստանը դրանով ինչ որ աշխարհ-քաղաքական դասավորություն է փոխում Հայաստանին սահմանափակելով Ռուսաստանի հետ ազատ առևտրի ընդհանուր մաքսային միության այդ բանը, հնարավորությունը։ Դա սանկցիա է ավելի շատ եւ դուք ճիշտ եք նկատում, այդ սանկցիան կապված է հետ արտաքին քաղաքականության հետ Հայաստանի։ Հայաստանը բնականաբար պատերազմից հետո այն վիճակում էր, որ կամ պիտի պարզապես մտներ միութենական պետություն, որտեղ անպաշտպան էր։ Մենք պատերազմի ընթացքում կորցրեցինք ռազմական պաշարներից գալի մասը։ Կամ պիտի ընտրեր ճանապարհ լրացնել ռազմական պաշարները եւ ինչ որ ինքնուրույնությունը պահպանել։ Եվ հիմա Ռուսաստանի Դաշնության, այսպես ասած, դիրքորոշումը այն է, քանի որ Հայաստանը աշխարհ-քաղաքական այնպիսի դասավորություն էր, որ չընտրեց միութենական պետությունը, որպես իր համար կայուն անվտանգ գոյություն, արդեն Հայաստանը եւ դիտվում է որպես ոչ ռազմավարական գործընկեր, հիմա ըստ էության գնում են հարաբերությունները նվազեցնելու գործընթաց։ Իհարկե այդ որոշումը ոչ թե Երևանում է ընդունվել,
այլ այդ որոշման մեջ մեծ դերակատարություն ունի ԱՄՆ-ն։ Հասկանալի է, որ անցյալ տարի այսօրը, այսօր օգոստոսի 8-ն ստորագրված նախաստորագրած պայմանագիրը Վաշինգտոնում, դա այն ազդակներ, այն սիմվոլներ, որ ԱՄՆ-ն երաշխավոր է կանգնում Հայաստանի անկախությանը, այսինքն Հայաստանը կարող է նյութենական պետություն չմտնի։ Սա դա է նշանակում այդ փաստաթուղթը։ Ռուսաստանի Դաշնությունն էլ դրանից կախված իր բոլոր գործողությունները, այսինքն այդ որոշումները ԱՄՆ Ռուսաստանի միջև ընդունվել են միջև 25 թվականի օգոստոսի 8-ը։ ԱՄՆ Ռուսաստան թե ԱՄՆ Հայաստան։ ԱՄՆ Ռուսաստան։ Հայաստանը չէր կարողանա ԱՄՆ-ի հետ։ Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում, եթե իհարկե դա կարող էր լինել միայն ավելի բարձր աշխարհական։ Բայց դեպքում ինչ է ուզում Ռուսաստանը մեզանից, եթե ինքն է որոշել ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանը մեզ հետ ոչ մի բան չի ուզում, ինքը Հայաստանը, այսպես ասած, արդեն պատժամիջոցներ, ինչպես դուք եք ասում, դրանց բխող հետևանքները ամբողջ աշխարհին ցույց անել ինչ է տեղի ունենում, երբ որ ինչ-որ մեկը Ռուսաստանից հեռանում է, դա արդեն քարոզչական նշանակություն ունի ռուսական, այսպես ասած, պուբլիկայի համար, այ տեսեք Հայաստանը գնաց դեպի արևմուտք եւ հայկական լոլիկը, ծիրանը եւ այլևս մեր շուկաներում չի։ Միգուցե ինչպես դուք եք ասում, քարոզչություն պուբլիկայի համար եւ այլն, բայց դա կոնկրետ խնդիրներ առաջացնում Հայաստանի եւ ոչ միայն նույն, այո, նույն այդ ստորագրությունների արդյունքում, թրիպի արդյունքում այսօր մենք ավելի լուրջ խնդիր ունենք, միգուցե հավասար, միգուցե ավելի լուրջ խնդիր ունենք, քան ԵՏՄ-ն, հանրաքվեի այդ խնդիրն է, որ Պուտինը դրել է Հայաստանի առաջ, երկաթուղիների խնդիրը։ Դա էլ բավականին լուրջ է։ Երկաթուղիների հետ հիմա տեսեք ինչ բան է։ Թուրքիան թույլատրեց Հայաստանին օգտվել Թուրքիայի երկաթգծից։ Ախրքալակ, այո, կարծ։ Բայց դա չի վերաբերվում Ռուսաստանի երկաթգծերին։ Այսինքն որպեսզի Հայաստանը դրանից օգտվի, իսկ Թուրքիայի այդ քայլը հնարավորություն է տալիս մոլիբդենի, բղենձի այդ հանածոները գնացքով տեղափոխել մինչև եվրոպական շուկաներ եւ դրանով է պայմանավորված հավանաբար։ Եվ ահա առաջանում է այդ խնդիրը, կա ընկերություն երկաթգծեր, որոնք որ պատժամիջոցների տակ է, ռուսական երկաթուղիներ։ Եվ կա քաղաքական որոշում, որ այսպես շրջափակումը Թուրքիան Հայաստանի մի փոքր թուլացրեց, կրկին դա Հայաստանի հետ կապված չի, դա ԱՄՆ-ի հետ է կապված, որովհետև ԱՄՆ-ն ունի շահեր հանքարդյունաբերական ոլորտում Հայաստանի եւ դա ապահովում է բարենպաստ պայմաններ ամերիկյան ներդրումներին։ Հիմա դա է պատճառը, որ Թուրքիան չի ընդունում, որովհետև բայց բանավոր կերպով այսպես ասած թույլտվությունը տվել է, որ մենք օգտվենք իր ճանապարհներից։ Եվրոպացիները չեն ընդունում։ Եվրոպացիները չեն ընդունում։ Եվրոպացիները սանկցիաների երկաթգծերը Ռուսաստանի Դաշնության սանկցիաների տակ գտնվող ընկերություն։ Այսինքն մենք Եվրոպայի հետ չենք ունենա ամեն դեպքում լուրջ ապրանքափոխություն, քանի դեռ եթե չփոխենք օպերատորին երկաթգծերը։ Այո, քանի դեռ կոնցեսիան կառավարումը գտնվում է Ռուսաստանի ղեկավարման ներքո։ Հիմա այստեղ ընդդիմանում է ռուսները եւ ամեն օր ասում են, որ մենք պատճառ չենք տեսնում կոնցեսիան Հայաստանից զիջելու։ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք օգտվի այդ հնարավորությունից։ Նիկոլ Փաշինյանն ասում է միջազգային արբիտր կա, չղարչավ կդիմենք այնտեղ։ Այդ ամեն ինչը վերաբերվում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների։ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի կառավարությունը միևնույնն է, ով է ղեկավարում երկաթգծերը։ Այդ հանքարդյունաբերության արտադրանքը տարիներ շարունակ ավանդական լոգիստիկայի ինչ որ ճանապարհներ ունի, դա էլ կառավարության համար всё равно է։ Խնդիրը այստեղ այդ անցումային փուլում, երբ որ ԱՄՆ Ռուսաստան կա ձեռք բերված ռազմավարական, պայմանավորվածություն, որի արդյունքում անցյալ տարի այսօրը կնքվեց նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում, բայց եւ Ռուսաստանը բոլոր այն կետերը, որտեղ որ առանձին արևտրի, առանձին քաղաքական արևտրի կետերը պահում է։ Առանձին արևտրի կետը երկաթգիծը պիտի ամերիկացիները ինչ որ նվեր տան Ռուսաստանին, առանձին խնդիր է բանը, բազան ռազմական
Ռուսաստանի համար էական նշանակություն արդեն չունի այդ ռազմական ներկայությունը Հայաստանում, բայց արևտրի թեմա դա լինելու է։ Առանձին թեմա է սահմանապահների ներկայությունը, չներկայությունը, այդ մեղրի եւ այլն։ Դե կամաց տարբեր հատվածներից արևտրի, այսպես ասած, կետերն է։ Ռուսաստանը այդ բոլոր կետերը պահում է, որպեսզի ԱՄՆ-ից ստանա։ Ասում եք երկաթգիծը նվերտա ոչ կարա կառավարությունը Փաշինյանի ոչ կարա ինչ-որ մի բան փոխի, ոչ ավելացնի, ոչ պակասացնի այդ իմաստով։ Ֆուտբոլի գնդակ է այս հարցում, ոչ թե խաղացող։ Ասում եք Ամերիկան երկաթգիծը նվերտա Ռուսաստանին։ Ինչ երկաթգիծ նվերտա Ռուսաստանին։ Նոր դասացիք։ Երկաթգծի դիմաց ինչ որ նվերտա։ Ինչ որ նվերտա երկաթգծի դիմաց։ Այդ հալենք ինչ որ մի հատ պատժամիջոց թուլացնի կամ ինչ որ մի հատ բանկով թույլ տա, որ փոխանցեն կամ 1000 մի բան է։ Եվ դա տեղի կունենա, թե Նիկոլ Փաշինյանը կդիմի միջազգային առևտրական տեսակի քաղաքական գործիչ է, ինքն էլ միշտ պատրաստ է առևտրի, էսի ձեզ, էսի մեզ, էսի սենց, էնի ոնց։ Լավ, փաստաթղթի ստորագրման 1 տարի անց ինչ փոխվեց այս ընթացքում այդ շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը ըստ էության ասեց առանց մեզ դուք այդ փաստաթուղթը առաջ տանել չեք կարող, կոմբինացիան մի քիչ ավելի բարդ է, Ալիևը պահանջում է սահմանադրության փոփոխություն, սահմանադրության փոփոխության համար հարկավոր է պրոռուսական կուսակցությունների համաձայնությունը, այդ համաձայնությունը ստանալու համար ում է պետք դիմել։ Ռուսաստանին։ Վլադիմիր Պուտինին։ Հետևաբար Հայաստանում սահմանադրություն փոխելու համար պետք է Վլադիմիր Պուտինը իր համաձայնությունը տա։ Եվ նորից ամերիկացիները հիմա Փաշինյանի հետ, Փաշինյանը այնտեղ արդարանում է, ասում է, տեսեք, բոլորին նստացրել եմ 300 թե ինչքան մարդ է բանտում։ Բայց իշխանությունները չարչարվում ենք, պայքարում ենք, բան չի։ Տեսականորեն ուներ հնարավորությունը այդքան, այո, որովհետև ամեն դեպքում այն հրապարակումներ, այն քրեական գործեր, ընտրակաշառքների վերաբերյալ այդ ուժն դա, որ այդ կուսակցությունները առհասարակ չմասնակցեն։ Ով էր պահանջել։ Իհարկե ամերիկյան կողմը, իրենք հոմ հարիվ չեն։ Ռուսաստանը ամերիկյան կողմից նման հայտարարություն գնաց հանդիպեց Պուտինի հետ, Պուտինը ասաց խնդրում ենք որ մասնակցենք եւ այլն, տեղ ունեցավ այս մասնակցությունը զուգորդված կալանքներով, բաներով եւ այլն։ Կարելի է այդ ամեն ինչից խուսափել, եթե պարզապես այդ մասնակցությունը արգելել, չէ՞։ Ինչպես որ արեցին Ռումինիայում, ինչպես որ արեցին Մոլդովայում եւ այլն։ Բայց կար դրա հիմքերը, կարող էին անել, հա, ձեր կարծիքով այդ ընտրակաշառքները, այդ համատարած ձայնագրությունները, որ հրապարակվում էին։ Իհարկե կար, եւ ոչ միայն դա պահանջում էր ինչ որ արմատական որոշումներ, որը որ գալի արդեն մեր ներքին խոհանոցին էր կպնում, որովհետեւ դրա համար պետք է Սերժ Սարգսյանին հանրապետական կուսակցությանը դատապարտեին, ասեին, որ իրենք տարիներ շարունակ կաշառքներ են բաժանել եւ այլն եւ այլն։ Նո դրա փոխարեն որոշեցին Աշոտյանին եւս մի անգամ կալանքի տակ տանել, Սերժ Սարգսյանը չմասնակցեց ընտրություններին, այսինքն լուր լուստրացիա տեղի ունեցավ ՀՀԿ-ի մասով, բայց քաղաքական գնահատական կրկին չտրվեց։ Եթե տրվեր այդ քաղաքական գնահատականը, կարային դրա հիման վրա օրենք ընդունեին, որը արգելում է սրան 10 տարի ընտրություններում մասնակցել։ Եվ մարդիկ խելոք կնստեին իրենց տանը, ոչ թե հիմա գտնվեին բան։ Ինչ լյուստրացիա տեղ ունեցավ։ Ոչ մի լյուստրացիա, ՀԿ-ի մասով դուք ասացիք եւ տեղ ունեցավ։ ՀԿ-ի թակուն լյուստրացիա, ըստ էության չմասնակցեց, չէ՞, ընտրություններում, Եվ դրանից ինչ բացահայտվեց։ Լյուստրացիան ինչ է, դա արգելքի ընտրություններում մասնակցել 10 տարի։ Կամավոր։ Հաջորդ 5-ին էլ չի մասնակցել։ Սերժ Սարգսյանը կամավոր։ Հաջորդ 5 տարիներին էլ, հաջորդ ընտրություններին էլ չի մասնակցելու հերթական։ Դե սա եթե օրենքով լիներ, հաջորդին էլ չպետք է մասնակցի, իսկ հիմա մնաց այդպես խոսալու վրա, կապրենք, տեսնենք ով կհաղթի, Տրամպը կմնա, չի մնա, հիմա այդ վիճակն էլ է խախում։ Արմենե ջան, Հայաստանը հայտնվեց երկու խոշոր գերտերությունների ֆուտբոլի դաշտում գնդակի կարգավիճակով։ Չէ՞։ Չգիտեմ։ Փայլուն, այսպես ասած, ռազմավարությունը կառավարության մեր խելացի ոչ միայն Փաշինյանի, ամբողջ վերնախավի բերեց Հայաստանը հասցրեց այդ դրության, որ այս կողմից Ռուսաստանն է տշում, որ խփի ԱՄՆ-ի դարպասին, այն կողմից ԱՄՆ-ն է տշում, որ խփի Ռուսաստանի դարպասին, այնտեղ կողքը Եվրոմիություն կա, որը որ тоже իր շահերը ունի, ու ինչ որ հերուտեղ նստած է Չինաստանը, վերևից նայում է այս ամեն ինչին։ Հիմա ԱՄՆ-ի դրությունը։ ԱՄՆ եւ Ռուսաստան ոնց որ քույր պետություններ են իմաստով, որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա ենթադրելով, որ թույլ պետություն է, իշխանապողություն այնտեղ կանեն,
եւ այդ պետությունը կտանեն կմիացնեն այդ միութենական պետությանը հարց կփակեն մենք այդ միշտ Մոխարշկվեցին մի հատ անverջ պատերազմի մեջ հիմա նստած ծուխ են շնչում, որովհետև իրենց այդ գործարաններն են տրաքացնում նավթի եւ այլն, ելք չկա, հերանեկարը ուրա գնում, պարզ չի, պայքար մինչև վերջ կարգախոսը վերցրել է Պուտինը Ժիրայր Սեֆիլյանից եւ գնում է այդ դրոշակով ուր է գնում պարզ։ Ամենն հետ չմնաց եւ որոշեց որ միատել փոքր ռեգիոնալ պետության վրա, հա իրենից փոքր ինքն էլ պիտի անի, փորձեց նոկաուտով միանգամից Իրանը պարկացնի գետնին, հա Իսրայելի հետ միասին կոալիցիան հետ համաշխարհային աջակցություն ըստ էության չստացավ եւ ինչ Պարզվեց որ չէ Իրանին նոկաուտով չստացվեց իշխանապողություն անել, խաղից հանել դարաշրջանի այսպես աշխարհքաղաքական փոփոխությունը բերել եւ այլն տարածաշրջանում եւ ինքը հիմա նույնպես մխրճված է ինչ որ անհեռանկար, անհասկանալի պատերազմի մեջ Լավ, եկեք վերադառնանք նույնիսկ Հայաստանին Իրանը միևնույնն է պատասխաններ են ստանում հրթիռներով, անօթաչու սարքերով եւ այլն, էլի։ Պարոն Ղուկասյան, ամեն դեպքում, երբ որ դուք ինչպես դուք եք ասում, Հայաստանը կմնա հեռանկար այսպես եք տեսնում։ Այսինքն ներողություն այդ ֆուտբոլիստները, որոնք որ տշում են գնդակը, իրենց այնքան չամադաններով խնդիրներ ունեն, էլի, որ այդ ֆուտբոլի դաշտում sense մեծ չամադաններով են վազվզում եւ բարբերաբար գնդակը մնում է առանց խաղացողի, պարզապես իր տեղում մնում է, հիմա մեզ մոտ այդ վիճակն է։ Դուք որ ասում եք Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում, բայց պատժամիջոցները Ռուսաստանի կողմից կխորանան եւ չկարողանա արտահանել, այդ կան, այլ կշարունակվեն, հա։ Նիկոլ Փաշինյանը էլ գիտեք հայտարարում էր, որ հետո կարող է հույսը դնում է, որ սեզոնը կպրծնի եւ Չէ, եւ ասում էր կարող է պարզվի, որ ինչ որ բաներ կան Հայաստանում, որով 30 տարի անվճար էին եւ դրա դիմաց 2 միլիարդի հայտարարություն արեց, չէ։ Իհարկե Ռուսաստանում էլ Հայաստանում էլ դա ընդունեցին։ 2 միլիարդ Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ որ մի հատ կամ ինքը մինչև 2 միլիարդ հաշվել գիտի, կամ ինչ որ թիվա բռնագանձման գումարը 2 միլիարդ է, բազայի համար 2 միլիարդ, երկաթգծի համար 2 միլիարդ։ Այսինքն Հայաստանն ունի որոշակի մեկին 2 միլիարդ փող է պարտք, ու այդ 2 միլիարդը չգիտի հիմա ումից։ Ամեն դեպքում դա երկրորդական հարցերից դեպքում, բայց Շուրա ձեզ ինչքան է պետք երջանկության համար 2 միլիարդ դոլար։ Հայաստանի համար շատ լավ կլներ 2 միլիարդ դոլարը։ Ամեն դեպքում եւ միջազգային արբիտրի եւ 2 միլիարդ դոլարը ինչ որ իմ տպավորությամբ դա միգուցե ոչ Ռուսաստանում ընդունեցին որպես երկաթուղիների համար, բայց ես կարծում եմ այլ բանի համար, որտեղ բազայի համար ըստ երևույթին, այսինքն գազը կանջատեք ձեր բազան։ Այո, մինչև հիմա Հայաստանի կառավարությունն է վճարել եւ քայլեր կան ամեն դեպքում, եթե Ռուսաստանը ավելի խստացնի Հայաստանը չի անի, ասում է, չէ, ես միջազգային արբիտր կդնեմ 2 միլիարդի հարց կա։ Փաշինյանը ձեր կոլեգան է եղել, հա, եւ չգիտեմ շատերը հայկական ժամանակը համարում են դեղին մամուլի Ես աշխատել եմ այնտեղ, այդպես չէր։ Դուք իհարկե չեք համաձայնվի, բայց այդ ոճը բարձ ասած շանտաժի, չէ՞։ Այ մենք ձեր մասին վատ հոդված կգրենք, եթե դուք գովազ չդնեք մեր հայկական ժամանակում, չգիտեմ, այդպիսի օթուն լուրեր են պատտվում։ Դա ոճ է, դա քաղաքական ստիլ է։ Փաշինյանը բոլորի հետ է այդպես։ Մի հատ շանտաժի բան, ինչ որ մի հատ բողոք, ինչ որ մի հատ խամսկի։ Բայց միգուցե կանենք, իսկ ինչու ոչ, իսկ ինչու եթե Ռուսաստանը նման պատժամիջոցներ է, իսկ ինչու ոչ։ Հանեք ձեր ռազմաբազան կամ վճարեք դրա համար։ Հիմա չեն արել եւ այլն։ Ես մի հատ ուրիշ օրինակ բերեմ այդ բանից, էլի, այդ ոլորտից ռազմական։ Դուք շեղեցիք մեր զրույցը 24 թվականին Հայաստանը կարար ՀԱՊԿ-ի պայմանագիրը իր համար 5 տարով չերկարացնել։ Այո, դուք հենց այս տաղավարում ասացիք, որ 24 թվականին, հա, եթե հիմա որ կավարտվի, այնքան բացատրել։ վստահաբար ասացիք, որ ես էլ մտածեցի օրերը հաշվելով, չէ, որ 24 չգիտեմ, բայց դա տեղի չունեցավ։ Չէ, տեղի ունեցավ, բայց հայկական փաշինյանական ձևով 24 թվականին 5 տարով երկարաձգեցին եւ դադարեցրեցին մասնակցությունը։ Այդ ոնց է։ Ինչ իմաստ ունի 5 տարով երկարաձգել այդ պայմանագիրը եւ հաջորդ օրը ասել մենք այլևս չենք մասնակցում, այսինքն մենք հիմա հույսով ենք, որ այս նոյեմբերի 11-ին նիստ է լինելու ու մեզ կհանեն ՀԱՊԿ-ից։ Ոչ թե մենք ենք դուրս եկել, այլ մեզ են հանել։
Ինչ խորհրդավոր քաղաքականություն է, չէ՞ Արմինե ջան, ինչ խելացի։ Միգուցե եւ խելացի։ Նույնը բազ է։ Մենք սենց կանենք, մենք այն հույսով ենք, որ ռուսները այդ բաներից կորոշեն իրենց խոդով կեթան բան։ Ինքն իրան խնդիրը կվերանա, էլի։ Ինքն իրեն սեզոնը հիմա կանցնի այդ ծիրանի պամիդորի հարցը կվերանա, ձմեռը ծիրան պետք չի տանել Ռուսաստան, ինքն իրան ինչ։ Եվրամիությունը օգնում է, շուկաներ է բացում, մենք պետք է ինչ եք այդպես քմծիծաղ տալիս է գնում, բայց մենք պետք է կարողանանք օգտվել դրանից, չէ՞, մենակ Եվրամիության խնդիրը չէ, մենք մեր ներսում էլ դա պետք է անենք եւ դա կարող է մեզ ավելի մոտեցնել Եվրամիությանը։ Պետք է բարը Հայաստանում, չէ՞, կարելի է այդպես կառավարության վրա խփել որպես կարգախոս։ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք որ զբաղված են այն հարցերով, որոնք որ պետք է լուծվեն։ Լավ, պարոն Ղուկասյան, եկեք մի երկու հարցել, բայց այդ հարցերի շրջանակում դուք ձեր ուզածով չշեղեք, խնդրում եմ։ Ընտրությունների արդյունքում արդեն սկսվել է նոր ազգային ժողովի աշխատանքը, դեռ ղեկավար մարմիններն են ընտրում, ձեր տպավորությունը այդ նիստերից։ Առաջինը ազգային չի, երկրորդը ժողով չի։ Ինչ որ ուրիշ անուն եկեք գտնենք այդ Պաշտոնապես ազգային ժողով է, խորհրդարան է, եկեք այդպես դիմենք։ Բայց բովանդակությամբ ժողով չի, որովհետև առաջի օրվանից անտոգանիզմը, հա, դրսևորվեց, որ ժողով նշանակում է մարդիկ միասին հավաքվել են որոշումներ ընդունելու, չէ՞։ Իսկ եթե անտոգանիստական ինչ որ խմբեր են հավաքվել, մեկը մեկին հայհոյելու եւ այլն, դա ժողով է։ Այսինքն չփոխվեց, նախորդ խորհրդարաններում էլ կային, այդ կազմում էլ նախորդ կային նմանություններ, մենք սպասում ենք բախումներ, բոլոր, հա, պետություններում, բայց անտոգանիզմ հակացուցված է ազգային ժողով, ինչ որ եթե մարմինի անունը դնում են, ենթադրվում է, որ այդ մարմինը զբաղված է ազգի հարցերով, եւ սա ժողով է։ Մարդիկ համատեղ որոշում են ազգի հարցերը։ Դա չի ենթադրվում, որ կա ենթադրենք ինչ որ մի հատ ռինգ, որտեղ որ կարմիր տրուսիկովները կապույտ տրուսիկովների հետ հանդիպում են այնտեղ, որպեսզի հանրությանը մատուցեն շոու, ով ում ոնց է հայհոյում, ով ոնց կարա ում այսպես ասած ավելի նսեմացնի Եվ այդպես էլ առաջկա 5 տարիներին, հա, լուրջ բաներ չեք սպասում, ինչպես դուք եք։ Դե հույսով լինենք, հա, որ ինչ տեղի կունենա, էլի։ Որ ժողով կանեն ու կորոշեն, որ հետ վերադառնան ազգային ժողովի ձևաչափին։ Ես դեռ չեմ տեսնում այդտեղ այդ որակը, դա արդեն տրադիցիոն է դառնում, որովհետև 5 տարի մենք տեսել ենք այդ ոչ ազգային, ոչ ժողովի աշխատանքը Եվ հիմա էլ ոնց որ նույնը շարունակվում։ Իսկ իշխանությունների Նիկոլ Փաշինյանը շատ քիչ փոփոխություններ Օրինակ այն բոլոր հարցերը, որոնք որ քննարկեցինք, չէ՞։ Առարկա չեն, որ ազգային ժողովում մարդիկ արտահայտվեն։ Երկիրը հայտնվել է ֆուտբոլի գնդակի դեռ այո, մարդկանց են ընդունում, ղեկավար հանձնաժողովի նախագահ Չէ, բարձր, բայց արդեն հարցեր են չեք քննարկվում։ Բարձրացնում են այդ հարցերը։ Նման հարցեր բարձրացնում են։ Դարակազմիկ ելույթներ են արդեն մատուցում եւ այլն Հայաստանը դա ինչ է, էսա թե այնա բանը։ Իսկ այն, որ կառավարության կազմը գրեթե չփոխվեց, 1-2 փոփոխություն տեղ ունեցավ, ազգային ժողովում եղավ Ալեն Սիմոնյանը դուրս մնաց պարզապես որևէ պաշտոն ստանալուց։ Տրիպում մի պաշտոն կտան էլի տենց։ Օրինակ ինչ ասես։ Ասֆալտապատել ենթադրենք տրիպի զուգահեռ այնտեղ այդ ճանապարհը կամ։ Դե չէ։ Վախենում եք տաշած քարը գետնին մնա։ Մի գործ կտան էլի։ Օրինակ ասես ինչ կտան, եթե ասֆալտի գործ, ամենամոտիկը ինչ գալիս է, իմ մոտ Ալեն Սիմոնյանը ասոցիացվում է ասֆալտի հետ, ձեզ մոտ։ Լավ, ինչ սպասենք առաջիկա 5 տարիներին։ Ընտրություններ են։ Գիտեք, հետ նայելը մի բան, առաջ նայելը ուրիշ բան է, դա տարբեր այդպես։ Ինչեւ հիմա դուք հետ նայեցիք, այս մի հարցը առաջ նայելով ամփոփենք, այո։ Նայում ենք այսօրվանը, նայում ենք անցած ճանապարհին եւ Այս քաղաքական համակարգը, որը որ աբսուրդի մեջ է այսօր գտնվում, փորձում ենք հասկանալ հիմա ձեր հարցը այդ քաղաքական բալագանը ուր կարա գնա եւ իր հետևից Հայաստանը ուր պիտի գնա։ Երեք եկեք մակարդակից հասկանանք աշխարհ քաղաքական մակերեսը։ Երկու խոշոր ֆուտբոլի, հա, խաղացողներ ԱՄՆ, Ռուսաստան որոնք որ փորձեցի պատկերավոր նկարագրել ինչ վիճակում են, հարց առաջին կմնան խաղադաշտում։
որտեղ իրենց այդ չամադանները այնքան ծանր են, որ իրենք կարող է խաղի կեսից պարզապես ի վիճակի չլինեն շարունակել այն միջով։ Դու մի քիչ այդ համատությունները հավասարաչափ արեցիք ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, միգուցե ԱՄՆ, Ռուսաստան իրար կողմ դնելը մի փոքր Ռուսաստանի համար ֆուտբոլի տեսակետից վերապահումով միգուցե կարելի է անել։ Այս չեմպիոնատում իրենք են Քաշային կատեգորիաները կարգերը ամեն դեպքում անհավասար են։ Չինաստանը շահառու է այս աշխարհ քաղաքական իրավիճակի, իսկ մրցակցում են իրար հետ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, ամենայն դեպս այս տարածաշրջանում այդպես։ Եվ այստեղ այո, այդ մյուս հարցն է Եվրոմիության դերակատարությունը կբարձրանա, թե ոչ, այսինքն կբարձրանա։ Իսկապես ստիպված կլինեն հանրաքվե անել։ Հայաստանը Վլադիմիր Պուտինի, այսպես ասած, պահանջը կատարեն, չէ՞, պատկերացնում եք այդ պրոռուսական կուսակցությունները կողմ քվեարկեն, որ Հայաստանում հանրաքվե նշանակվի Հայաստանի Եվրոմիության անդամության։ Ես նորից ապրում ենք абսուրդի։ Դատելով իշխանությունների հայտարարություններից թե կհետդ կանցած մեկ դե մենք Վլադիմիր Պուտինի ասած։ Դատելով իշխանությունների հայտարարություններից թե այդ փոփոխությունները վիզային ռեժիմի եւ տարբեր բաներ ինչքան տարում կարող է լինել տեխնատություն, քան տարում կարող, դա ամեն դեպքում ես ենթադրում եմ առաջիկա իրանք 5 տարիներին չլինի, եթե հանրաքվեն լինի։ Դա կախված է դու ուզում ես ցանկանում ես դա անել թե չէ։ Դե հիմա տեսեք, սա մի հարց աշխարհ քաղաքական հնարավոր սցենարներ։ Կմնա ոնց կա այն որ ասում են, այսպես մի քիչ էլ կվատանա ու սենց կմնա, սա մի դասական հայկական սցենարն է, որով ապրում ենք տարիներ շարունակ, մեկ, եւ երկրորդը չէ, ենթադրենք Հայաստանը Եվրոմիության հետ իր համագործակցություններում կկարողանա ինչ որ առաջ գնալ։ Երկրորդ հարթությունը մեր դիտարկենք քաղաքական այս համակարգը, անտոգանիզմը, ինչքան իրենք կարան զվարճացնել ժողովրդին այդ բեմադրությունով, ազգային ժողովում ինչքան կշարունակվի մեր հանրության ապաթիան, անտարբերությունը մեր երկրի քաղաքական ապագայի։ Սա էլ է հարց։ Այսօր մենք ունենք անվավեր ընտրություններ, ոչ լեգիտիմ խորհրդարան, բայց ժողովրդին միևնույն է դա։ Այդ վիճակը ինչքան կտևի եւ այդ ոլորտում ինչ փոփոխություն կարող է լինել։ Կընդվզի հայ ժողովուրդը այս վիճակին, թե ոչ։ Եվ իհարկե երրորդ վիճակը մեր ողերին բարեկամները Թուրքիան եւ Ադրբեջանը իրենք ինչ վիճակում են, դա էլ մյուս լեվելն է, չէ՞։ Նու Հայաստանի համար հասկացանք թիվ 1 կարևոր հիմա պետությունը ԱՄՆ-ն է, հետո Ռուսաստանն է, հետո Եվրոմիությունն է, բայց հետո գալիս են այդ Թուրքիա-Ադրբեջանները։ Եվ այստեղ նույնպես այդ վիճակը, այդ ստոպ վիճակը, որը որ հիմա կա խաղաղության մի տարի անցավ, այդ պայմանագիրը կնքելուց կարող է 2 տարի անցնի, 3 տարի, դուք հիշում եք բաները, պրոտոկոլները ստորագրված Շվեյցարիայում։ Այո։ Քանի տարի իրենք մնացին նախաստորագրած։ Մի քանի տարի մնացին, մինչև հետ կանչեցին։ Հետո Սերժ Սարգսյանը հետ կանչեցին ու պես բրծավ։ Ադրբեջանը զինվում է Հայաստանը է զինվում, իհարկե ոչ հավասարաչափ, բայց Հայաստանն է զինվում եւ արտադրում է։ Եվ հասկանալ թե Թուրքիա եւ Ադրբեջան իրենք ընդհանրապես ուր են գնում, որտեղ իրենք էլ ունեն իրենց սեփական խաղը եւ սեփական խնդիրները։ Թուրքիան փորձում է վերացնել ժողովրդավարությունը երկրում, հա, Էրդողանի ռեժիմը պետք է վերարտադրվի։ Ադրբեջանում ավտորիտարիզմը պահպանելու համար էգզիստենցիոնալ միշտ ավտորիտարիզմը պահպանելու համար էգզիստենցիոնալ ինչ որ մի հատ վտանգ է հարկավոր ունենալ հայերը հարմար թեմա են, անսպար թեմա են, անվերջ թեմա են եւ այլն եւ այդ հարցերը այդ ռեժիմները իրենք այս պայմաններում որքան են մրցունակ, ինչքան կարող են գոյատևել եւ որտեղ որ իրենց մոտ կսկսվեն խնդիրներ, իրենք կհիշեն, որ այդ ֆուտբոլի գնդակը հենա դրած է, մի քիչ էլ մենք մտնենք խաղադաշտ տշենք այսյանենյան։ Սա ես կդիտարկեի որպես առանձին հարց։ Հիմա ձեր եթե հարցը ամփոփել տնտեսության եւ զարգացման ոլորտում անորոշությունը հակացուցված է ներդրումներ ներգրավելու համար։
Հայաստանի քաղաքական աշխարհ-քաղաքական անորոշությունը խոչընդոտ է լինելու լուրջ ներդրումներ։ Բայց տեսեք լինում են Firebird-ը, Nvidia-ի ներդրումները, Trip-ը կրկնապատկվեց Trip-ի այդ գումարը 200-400-ի մոտավորապես դարձրեց։ Հիմա տեսեք ներկայացվում է որպես ներդրում, բայց դա Հայաստանի հետ կապ չունեցող գումար է, ԱՄՆ-ի ընկերությունը ստացավ դրամաշնոր, ոնց է ծախսելու եւ այլն, ընդհանրապես դա Հայաստանի հետ որևէ կապ չունի։ Բայց ներդրումներ կան ամեն դեպքում։ Այդ խոշոր երկու այդ ընկերությունները դրանք իրանց հետևից կարող են բերել այն ներդրումներ, վստահություն, բայց նրանք արդեն ռեալ են, չէ՞։ Ռեալ է այսօր այդ Nvidia-ի ներդրումների ծրագիրի սկիզբը հայտարարված է շատ մեծ ծրագիր, բայց հələ դեռ փոքր քայլ է արված։ Կան մեգապրոյեկտներ, ակադեմիական քաղաք, то есть ինչ բան եւ այլն, բայց մեծ հաշվով պարզ չի ինչ է, որ փուլում է եւ այլն, այսինքն անոնսներ կան, բայց իրականում գետնի վրա այդ փոփոխությունները իմ կարծիքով շատ դանդաղ են գնում եւ դանդաղ են գնալու, որովհետեւ Հայաստանի քաղաքական, աշխարհ-քաղաքական եւ քաղաքական վիճակը ներքին քաղաքական անորոշ են։ Դա հակացուցված է ներդրումներին, դա ակնհայտ է։ Եվ երկրորդը, բա որ Պուտինը մեռնի, ինչ ենք անելու։ Ну Տրամպը որ մեռնի, ենթադրենք մի կերպ բան կանենք, էլի, բա Պուտինը որ մեռնի։ Մեռավ այդ մարդը, մնալու ենք անտեր։ Հայաստանի համար դա Մեդվեդևը կա իր էկզոտիկ հայտարարություններով։ Այո, դա խնդիր է։ Ռուսաստանում, եթե տեղի ունեցավ, եթե Ռուսաստանը, այսպես ասած, այդ բեռը Ուկրաինայի չկարողացավ բարձրացնել եւ այնտեղ եղավ իշխանապողություն։ Դա մեծ անորոշություն է եւ այսօր մասնագիտական Գուցե դա մեզ համար ավելի լավ կլինի, ինչու ոչ։ Գուցե լավ կլինի, գուցե վատ կլինի, հարցը հետեւյալն է, մեր քաղաքական համակարգը, այս ազգային ժողովը, որը դուք անվանեցիք, դրան պատրաստ է։ Ինչ է կատարվելու ազգային ժողովում, Ռուսաստանում, դուք ԳԿՉՊ-ն երևի չեք հիշում։ Հիշում եմ։ Ավաղ հիշում եք, դե պատկերացրեք, որ ոչ թե 90 թվականին դա տեղի ունենար, այլ 88 ինչ շոկի մեջ կգտնվեր Հայաստանի կոմունիստական վերնախավը, չէ՞։ Հələ 90 թվականին արդեն ՀՀՇ-ն էր իշխանության եւ այլն։ Այսինքն այսպիսի փոփոխություններ նույնպես սպասել են։ Եթե դրա վրա գումարեք ընդհանուր տրենդները աշխարհ-քաղաքական, օրինակ ՄԱԿ-ը գնահատում է, որ Տրամպի միջամտությունը ԱՄՆ-ի քաղաքականությունը, որը որ տապալում է ՄԱԿ-ի բնականոն գործունեությունը, հումանիտար այդ պլանետար նշանակության ծրագրերը, կլիմայական փոփոխության ծրագրերը եւ այլն, բերում է արագորեն կլիմայի փոփոխությանը, բերում է մեծ խնդիրներին գյուղատնտեսության համար, բերում է մեծ խնդիրներին ջրային պաշարների համար։ Հայաստանը դրան պատրաստ է։ Լոլիկ չլինի, տիրան չլինի, ոչ էլ խնդիրների բավականին եկեք եզրափակենք, որտեղ դուք ես պատկերացնում եմ, ոչ թե վախացնելու կամ չվախացնելու հարցն է, այլ ես ուզում եմ բացատրեմ, որ մենք ունենք աբսուրդի վրա հենված մի հատ քաղաքական համակարգ, մենք ապրում ենք աշխարհում, որտեղ աշխարհ-քաղաքական, պլանետար, մյուս խնդիրներ կան, որով բացարձակապես մեր կառավարությունը ի վիճակի չի զբաղվել, եւ ցանկացած վատ իրադարձություն մեզ համար լինելու է շոկային։ Մենք փոքր երկիր ենք եւ մեզ համար դա այդ վտանգները օրի չեն պակասում, իրենք ավելանում են։ Ամենամեծ դրոշակը, որով ման է գալիս այս կառավարությունը, որ վերացավ պատերազմի վտանգը, այդպես չի։ Այդ կարելի է ասել, բայց այդպես մտածել պետք չի։ Ղուկասյան, հույս ունեմ մեր ընկերները շատ չեն վախենա մեր այս հարցազրույցից, ամեն դեպքում եզրափակենք, մեր ժամանակը սպառվել է։ Շնորհակալություն հարցազրույցի համար եւ մեր ընկերներին, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր այո, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։